այդ ինչ է խոստացել ինքը Ալիևին, որ Ալիևն իրեն խոստացել է պատերազմ չլինի եւ եթե հանկարծ իր խոստումը Նիկոլը չկատարի, պատերազմ կլինի։ Խոստացել է սահմանադրության փոփոխություն, ինքը խոստացել է 300,000 ադրբեջանցիների մուտքի ապահովում, ինքը խոստացել է 300,000 ադրբեջանցիների համար անվտանգության երրորդ ուժի ներկայացուցիչներ, որոնց կվստահի ադրբեջանցին, ասել է թե թուրք զինվորի ներկայություն Հայաստանում, սրանք է խոստացել։ Եվ բնականաբար ինքը իր խոստումների համար ինչ որ բան է ստացել։ Ինքը գիտի, որ եթե չվերընտրվեց, ինքը պատժվելու է եւ այդքան հայ ժողովրդի պատժից չի վախենում, ինչքան մյուս կողմի պատժից, որին խոստացել է։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ խոստումների համար իսկ խոստացել է սահմանադրության փոփոխություն, ոչ թե սահմանադրական հոդվածների, այլ սահմանադրության փոփոխություն, որովհետեւ սահմանադրությունը փոփոխությունը հենց ենթադրում է հռչակագրից հրաժարում, ենթադրում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, ենթադրում է Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին ընդհանրապես չխոսելու խոստովանություն ու այս ամեն ինչ ինքը շատ լավ գիտի, իսկ այդ ամեն ինչը սահմանադրության փոփոխությունը առանց սահմանադրական մեծամասնության չի կարող լինել։ Այնպես որ խաղաղությունը դա ուղղակի իմիտացիա է, խաղաղությունը իմիտացիա է, քանի դեռ այս իշխանությունը կա, այսպես կտոր հանձնում է երկիրը եւ ասում է, եթե այս կտորը չտանք, խաղաղություն, պատերազմ կլինի, եթե հաջորդ այս կտորը չտանք, պատերազմ կգվի չարի վերջը։ Ինքը այդ նույն գործողությունն